Այս տարվա հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ։ ՊԿ հայտնում է, որ Ռուսաստանի գործընկերներն առաջարկում են օտարերկրյա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողները էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ, կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում։ Հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ Հայաստան ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։ Նոր փոփոխությամբ պետական եկամուտների կոմիտեն բարելավել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը և բարձրացված խնդիրները։ Ներկայացվել են նաև վերջերս ընդունված պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է տեքստիլի հումքի ներկրման նպատակով բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, տեքստիլ ոլորտում սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերի փոխհատուցում։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցության պետական աջակցությանը, որն ուղղված է նոր շուկաների բացմանը և համագործակցությունների ընդլայնման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Մոտ 98 միլիարդ դրամ Երևանում 250 նոր էլեկտրական ավտոբուսների համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սրանով ոչ միայն լուծում են հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլ նաև որոշակիորեն լուծում են օդի աղտոտվածության խնդիր։ 250 էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն են ունենալու օդի որակի վրա։ Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը կազմում է մոտ 98 միլիարդ դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ Եվրամիությունը հայտարարել է Իրանի դեմ 2015 թվականին կասեցված պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին, ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ։ Միջոցառումները մասնավորապես վերաբերում են ֆիզիկական անձանց համար անձնական սահմանափակումներին և առևտրի, ֆինանսական և տրանսպորտային ոլորտների նկատմամբ պատժամիջոցներին։ Միացյալ Նահանգները վերացրել է Եվրամիությունից ներմուծվող ադամանդների 15% մաքսատուրքը։ Բելգիայի կառավարությունն ու Եվրոպական հանձնաժողովը կարողացել են համոզել Միացյալ Նահանգների իշխանություններին, որ ադամանդի վրա կիրառվող մաքսատուրքը ոչ մի օգուտ չի բերում ամերիկյան շուկային։ Միացյալ Նահանգներում բացակայում են թե ադամանդի արդյունահանման, թե մշակման ոլորտները, որոնք կպահանջեին այսպիսի մաքսային պաշտպանություն։ Հաշվի առնելով նաև սպառողի վրա մաքսատուրքի բացասական ազդեցությունը, կողմերը որոշել են չեղարկել այն, ազատելով ճանապարհը արդյունավետ առևտրային համագործակցության համար։ 3 տարվա ընթացքում Եվրոպան 162 միլիարդ եվրո է կորցրել բնապահպանական խնդիրների պատճառով։ Եվրոպայում արտադրության և սպառման հետևանքով ցամաքային և ջրային էկոհամակարգերում նվազում է կենսաբազմազանությունը։ Հողերի մինչև 70%-ը ենթարկվում է դեգրադացիայի, իսկ մայրցամաքի ջրամբարների 62%-ը գտնվում է անբավարար բնապահպանական վիճակում։ Վերջին տասնամյակում տաքացման, արագացման տեմպերը դարձել են աննախադեպ, 2014-ից 2023 թվականներին հասնելով 0.26 աստիճան ըստ Ցելսիուսի։ Մեծ Բրիտանիան դիտարկելու է երկրում միգրանտների մշտական բնակության հաստատման կանոնների խստացման հարցը, ստիպելով դիմողներին ապացուցել, թե որքան կարևոր են նրանք հասարակության համար։ Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել անժամկետ մնալու թույլտվության համար Բրիտանիայում 5 տարի ապրելուց հետո կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է փոփոխություն մտցնել, որպեսզի դիմորդները նման կարգավիճակ ստանան այն պարագայում, երբ վճարում են սոցիալական ապահովագրության վճարները, ունեն մաքուր քրեական անցյալ և չեն դիմում նպաստների համար։ 1
Սեզոնային վարակները կարող են ակտիվանալ, մասնագետները հորդորում են պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստումները նախատեսված են առաջնահերթ ռիսկի խմբերի անձանց համար, նրանք են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, արդեն հիվանդություններ ունեցող անձինք, հղիները, 65-ից բարձր տարիքի անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, զորակոչի ենթակա անձինք և բուժաշխատողները։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է համատեղ իրականացնել այլ պատվաստանյութերի հետ միասին, եթե օրացային ժամկետում նախատեսված պատվաստումներ կան, ապա համատեղ կարելի է կիրառել հակացությունները եւ հետ պատվաստումային երևույթները նույնն են ինչ որ ցանկացած այլ պատվաստումների դեպքում։ Հանրապետությունում գրեթե 2 շաբաթ է ինչ մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, բաշխված պատվաստանյութերի շուրջ 20%-ն արդեն ծախսվել է։ Այն քառավալենտ պատվաստանյութ է նախատեսված 2025-ից 26 թվականների համար։ Պատվաստումների շնորհիվ ըստ մասնագետների խուսափում են գրիպի հետևանքով առաջացած բարդություններից, ծանր դեպքերից, անգամ մահից։ Գրիպի դեմ պատվաստելուց հետո հակամարմինների եւ ամբողջական իմունիտետը ձևավորվում է 10-ից 14 օրերի ընթացքում, հետեւաբար քանի դեռ չեն շրջանառում գրիպի շրջատիպերը, գրիպը չի շրջանառում Հայաստանի Հանրապետությունում, ունենք լավ հնարավորության պատուհան ստանալ գրիպի դեմ պատվաստումը, քանի դեռ սեզոնը չի ուշ գնացել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գրիպով հիվանդացությունները նվազել են շուրջ 1.1 անգամ։ Գրիպով վարակվածների մեծ մասը մինչև 18 տարեկան անձինք են։ Ի դեպ, գրիպի դեմ պատվաստումները անվճար են։ Օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող են մոտենալ պոլիկլինիկաներ կամ շրջիկ կենտրոններ ու ստանալ պատվաստումը։ Սրտամկանի սուր ինֆարկտի ստենտ կյանքի համար ծրագիրը ընդլայնվել է։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու։ Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել պետական պատվերով, եթե նրանց կլինիկական բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին։